հիմա հաշվարկային առումով ունենք կրկնապատիկից ավել գումար այս պայդրությամբ, որը տնտեսագետների հաշվարկում մինչև տարեվերջ էլ ավելի է ավելանալու։ Այսինքն առաջի ուղերձը այն է մեր հանրությանը, որ կա հնարավորություն ՀԵՑ-ի կողմից ու առաջարկվել է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սահմանել այնպիսի սահմագնային պլան, որը նոյեմբեր ամսին նախատեսվում է նորից վերանայել, որ բնակչության համար ավելի էժան գին հաշվարկվի էլեկտրոէներգիայի համար։ Սա մեկ։ Երկրորդը, ունենք այնպիսի իրավիճակ, որ մի անգամ մերժվել է, մերժումից հետո տվել են բարձաբանում, որ իբրև թե իրենք նախատեսում են հետագայում իջեցնել այդ սահմագնային պլանը, դրան հաջորդում է հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը ՀԾԿ-ի աշխատակցի կողմից քաղաքականության համար պատասխանատու, ով ընդհանրապես հակառակիցն է տանում, ասում է, որ անգամ եթե նվազեցնենք, հենց իրենց խոսքերով, հետագայում ավելի բարձրանալու հավանականություն կա։ Այսինքն ուղիղ կոռելացիա կա ձեր հարցի հետ, ինչպես ներկայացրեցիք, ինչու ենք հիմա բարձրաձայնում այս խնդիրը ու ինչեր անհրաժեշտ հիմա խոսել այս խնդրի մասին, որովհետև հիմա կրկին, ինչպես նշեցի, նախ սահմագնային պլանի վերանայման հերթական ժամկետն է, երկրորդ դիմացը ձմեռ է ու հասկանալի է, որ հենց հիմա է այն անհրաժեշտ ժամանակահատվածը սահմագնային պլանը վերանայելու։ Ինչպես դուք ասացիք, այո, կարող են շահարկել մանիպուլյացիոն նպատակներում 26 թվականի հունիսին ընտրություններ են սպասվում, որպես տրամաբան ենք, մտահոգ քաղաքացի եմ, այստեղ կանգնած եմ։ Ում է այդ շրջանում պետք ապրիլ-մայիս ամիսների սահմագնային պլանի իջեցումը, ակնհայտ է, չէ, որ փոխշահապետ իշխանության համար գործարք է ստացում, իրենք ֆինանսական առումով ինչ-որ խնայողություններ են էլի ՀԵՑ-ի շրջանակներում իրականացնելու եւ ըստ էության, ինչպես դուք նշեցիք, եթե այդպիսի տեղեկատվություն է կա, որը ըստ ՀԾԿ-ի քաղաքականության մշակման պատասխանատուի կողմից հաստատվել է, որ հետագայում ավելի բարձրացում է հնարավոր, կրկնակի մեր բնակչության համար վտանգավոր թեզ է։